Գարնան շնչով ու հացի բուրմունքով էր այսօր լցված Արցախի գողտրիկ անկյուններից մեկը Խանձքը։ Նախադեպ չունեցող թոնրահացի տոնը գյուղ էր բերել հարյուրավոր մարդկանց, ովքեր անտարբեր չեն թուրնավ հացի հանդեպ։ Հյուրասիրությունը կատարվում է անմիջապես թոնրում։ Հերթեր չեն առաջանում, բայց դա չի նշանակում, որ նոր թխված հացի պահանջ չկա։ Թարմ թխված հացի բույրը թոնիր է կանչում բոլորին, հացաթխման գործընթացը դիտելու, անգամ դրան մասնակցել ցանկացողների թիվն էր գնալով շատանում։ Նոր թխված հացի ախորժալի բույրը Խանձք էր բերել նաև Արցախի իշխանությունների նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ։ Ղարաբաղի Այան Զուռնա-Դհոլի ուղեկցությամբ օրհնանքի խոսք է ասում եւ ներկայացնում, թե ինչպես է արարվում հանապազորյան արդ ջաղացու թոնիր։ Ես ուսուցանա խնդրում եմ, աղոթում եմ Աստծո, վեր մեր այս աշխարհում, մեր Ղարաբաղ, Արցախ երկրում խաղաղություն ունի, պատերազմ չի, մեր զինվորները քաջին, մեր սահմանները պաշտպանին, մեր ժողովուրդն էլ այսպիսի գեղեցիկ հացեր թխին, հյուրասիրին մեր Արցախ ժողովրդին։ Խանձքի 41 հացթուղ կանայք հյուրերին են ներկայացնում իրենց թխած գաթան, կատնահունցն ու թարմ թոնրի հացը։ Հաց թոնիրում թխում են Արցախի բոլոր գյուղերում, իսկ Խանձքում յուրաքանչյուր ընտանիքում։ Ծուխը թոնիրներից բարձրացել է առավոտյան ժամը 5-ից, եւ քանի որ թոնիրների քանակությունը գյուղում սահմանափակ է, պետք է հասցնեին իրենց արտադրանքը մինչև կեսօր ներկայացնեին գյուղի բոլոր հացթուղները։ Ժամի 5-ին թուրունուս վառալım հացս թխալ։ Երկալար եկալ շկոլոս, տեղել օժս պատած իշքան գրեցալım օգնալım։ Երեկոյան էլ թուրունու վառալım, կուրկուտ քցել։ 57 տարեկանում ես ստիպան տեսաշում։ Ոչ մի գյուղում լի, դա առաջ անգամն է, որ մեր գյուղում այդ միջոցառումը կազմակերպում է եւ շատ ամբողջ ժողովրդի համար շատ ուրախալի է այդ միջոցառումը։ Ստարած քլալի վեր մրսոր մեր կերակուրու շատ համեղ պատրաստ ենք, մեր այս եկած գոնաղներին հարգենք։ Առավոտվանից շատ ուրախ եք, պատրաստ եք ընդունելիության։ Սա իրաց սեփականաշնորհված հողերը իրաց ծորենը վարում են, իրաց ալյուրը ստանում ու այսպիսի թոնրով հաց թխում եւ այսպիսի տոն պարգևը մեր բոլոր ժողովրդին։ Վերադառնալ ակունքներին արժևորել դարերից եկող ավանդույթները փոխանցելով դրանք սերունդներին, կազմակերպիչները համոզված են ինքնության պահպանման ուղղված քայլերը կարևոր են։ Թոնրահացի տոնը ազգային ավանդույթների պահպանման շարքում ամենահամեղ պատառն է։ Արցախյան իրողության մեջ, Արցախյան մշակույթում կենցաղում հացի պաշտամունքը եւս բազմաթիվ ձևերով է արտահայտվում եւ այսօր փորձելու ենք դա ցույց տալ այս փառատոնի միջոցով ու սա ամենակարևոր ավանդական է դառնալու։ Նման ձեռնարկները, միջոցառումները շատ կարևոր են հատկապես գյուղական զբոսաշրջությունը զարգացնելու համար, որովհետեւ հենց այս է, որ նկարագրում է Ղարաբաղի ժողովրդին։ Որ առաջիկայում Խանձքը զբոսաշրջիկների համար կարող է դառնալ գյուղական հանգիստ անցկացնելու նախընտրելի վայրերից մեկը, համոզված են նաև գյուղացիները, եւ միայն թոնրի հացով չեն պատրաստվում հյուրընկալել եկվորին։ Դուսեգովն ամենաառաջին երթին քաշածրաղուն գոնաղանում, մեր որցակավում, մեր թուրնեն հացավում, մեր թուրնեն ամեն թխոսկավ։ Հացը եղելու մնալու է սեղանի արքան, այն առողջություն է, բարեբերություն ու նաև հավատ վաղվա օրվա հանդեպ։ Արցախի այս անկյունում ստեղծում են ու հավատում, որ գալիք օրն ավելի խոստումնալից է լինելու։ Սամվել Բալայան, Սամվել Սայան, Մհեր Մկրտչյան, օր։